Հայաստանում մոլդովական սցենարով ընտրություններ անցկացնելու եվրապաշտոնյաների ակնարկները բացառում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Կոնկրետ, այս չի կարող նման բան լինել։ Մինչդեռ քաղտեխնոլոգները չեն բացառում, որ իր վերարտադրությունը ապահովելու համար Փաշինյանը կարող է միջամտել եւ թույլ չտալ, որ որոշ ուժեր գրանցվեն որպես կուսակցություններ։ Այդ բացական կարծիքը, կասկածի ցեց է, այդպես ասեմ, ոնց որ անդադ դուք սնուցեք։ Կասկածի ցեցը, անվստահությունը Վահագն Հովակիմյանի նկատմամբ կա, որովհետև շուրջ 30 տարի Նիկոլ Փաշինյանի հավատարիմ թիմակիցն է եղել, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ 3 տարի առաջ հենց ՔՊԱ-ականներն են նրան ընտրել ԿՀ նախագահ։ Մեր անմեղություն մի անդադ կասկածի տակ գրեք։ Մի անուղակի ձևով մեզ ասեք կարող է դուք հանցագործ եք, չէ, ես հանցագործ չեմ եղել, չեմ էլ դառնալու։ Հանցագործություն չի կարող անել, որովհետև պարզապես անհնար է որևէ կուսակցության ձայնը գողանալն ու մյուսին տալը։ Բոլորը գիտեն, որ եթե այդ պահին ձեռքը չբռնեցին, հետո գալու են հետևից։ Հովակիմյանը վաղարշապատի ընտրությունների մասին է հիշեցնում։ Ընտրապայքարի մեջ մտած ուժերից մեկը 4%-ի շեմը չի հաղթահարել ընդամենը 16 ձայնի պատճառով։ Եթե թերություն ունենա, դուք առաջին հերթին ձեր խոշորացույցներով այդ թերությունները բերելու եք մտցնեք մեր աչքը։ Այն որ դուք, այսպես ասենք, մեզ չեք հիշում, մենակ մեր հրավերով գալիս եք, այսպես ու մեկ էլ հիշում եք, որ այ դուք 3 տարի առաջ կուսակցական եւ այլ, այդ խոսում այն մասին, որ մենք հիմա մեր գործը շատ լավ ենք։ Եթե ֆորս մաժորային վիճակներ չլինեն, խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։ Քաղաքական ուժերի մեծ ակտիվություն է կանխատեսում Հովակիմյանը, վստահ է թեժ պայքար է լինելու։ Որպեսզի թեժ պայքարն արդար ու թափանցիկ լինի, մանրադիտակով են ուսումնասիրելու նաև դիտորդական խմբերը։ Եթե նկատեն, որ դիտորդի անվան տակ քաղաքական գործիչներ են եւ աշխատում են այս կամ այն ուժի օգտին, չեն գրանցելու։ Անհիմն է, որ որևէ մեկին, այսպես ասենք, կանխակալ չեն գրանցելու, ոչ։ Բայց մեր պահանջը կոնկրետ այդ օրը եղել է, որպեսզի դիտորդական առաքելությունները եւ քաղաքական ուժերը, ասեմ, կամ քաղաքական գործունեություն ծավալող քաղաքական գործիչները տարանջատվեն։ Ընդհանրապես Այս պահի դրությամբ Հայաստանում ընտրելու իրավունք ունի շուրջ 2 միլիոն 462 հազար ընտրող։ 2026-ը թեժ է լինելու նաև թիմ ընտրություններով, 46 քաղաքներում ավագանի կընտրեն։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։